Ես պատկերացնում թե ինչ հաճույք են դահլիճում ներկա գտնվող բոլոր հյուրերը, երբ որ տեսնում են մի բեմարդակում տասնյակ ֆանտաստիկ տաղանդավոր մարդկանց, եւ եթե տաղանդավոր մարդիկ համախմբում են մի կարևոր շատ սիրուն գործի շուրջ, միանշանակ դա շեդևրներ են ստեղծվում։ Այո, եւ այս պահին մեզ հետ տաղավորում մի մարդ է, որ այդ ամիջական կապ ունեն, թե ինչ կապ ունենք իմանանք մի փոքր ավելի ուշ, ամիջական կապ ունի Sony Pictures-ը, Paramount Pictures-ը, Warner Brothers-ը, CBS-ը, Fox-ը, Yanin, Placido Domingo-ն, New Hampshire-ի սիմֆոնիկ նվագախումբը, Rhode Island-ի ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ այս ամենին կարող եք նաեւ ավելացնել հետեւյալ ցուցակը. Luciano Pavarotti, Placido Domingo, Ray Charles, Barry White, Frank Sinatra, Andrea Bocelli ու մի շարք այլ անուններ, նաեւ մեր հայկական երգարվեստից տաղանդավոր արտիստներ Կամոն Սերանյանը, բոլորի կողմից շատ սիրված երգիչ Արմեն Չիկը եւ այս ամենի վրա մենք չենք սահմանափակվում, որովհետեւ ցուցակը ել ավելի մեծ է, եթե թվարկեմ մինչեւ առավոտ միգուցե այստեղ մնանք, իսկ մեր հյուրն է տաղանդավոր եւ շատ ֆանտաստիկ մարդ ջութակահար Արմեն Մովսեսյանը։ Բարի լույս։ Բարի լույս, շնորհակալություն հրավերի համար, շատ ուրախ եմ լինել այստեղ։ Բարևերադարձ Հայաստան։ Մյուս առավոտի շատ ուրախ ենք, որ մեր տաղավարում եք։ Միանգամից ուղղեմ հենց առաջին հարցը, պարոն Մովսեսյան։ Ձեր անունը կապվում է ամենահեղինակավոր եւ չգիտեմ, շքեղ բեմերի կազմակերպությունների հետ։ Կասեք, ինչն է ձեզ համար եղել այդ բարդագույն ճանապարհի ամենաբարդ շրջանը, ինքներդ ձեզ հետ մրցակցելը, մենակ մնալը, ինքներդ ձեզ հաղթելը, մի քիչ երկար հարցեր, բայց Դե ինձ թվում ամենաբարդ շրջանը իմ սկզբնական քայլերն էին Միացյալ Նահանգներում, որ ես հասավ Բոստոն, որը Բոստոնից առաջ Ինդիանապոլիսն էր, հետո մրցանակն էր այնտեղ ուրեմն միջազգային, որին ես մասնակցում էի, դրանից հետո մի անգամից ես տեղափոխվեցի Բոստոն եւ ընդունվեցի երաժշտական դպրոց Longy School of Music եւ այդտեղից սկսեցին իմ առաջին քայլերը։ Սկիզբը դժվար էր, բայց քայլ առ քայլ անցանք առաջ եւ 2002 թվականին տեղափոխվեցի Լոս Անջելես, որտեղ արդեն սկսեցի աշխատել ֆիլմերի հետ եւ տարբեր մեծ արտիստների հետ։ Բայց ամենադժվարը առաջի տարիներն են, հետո ամեն ինչ կամաց ոնց որ մարդ սովորում է, հարմարվում է, հեշտանում է։ Եվ որ արդեն ընկնում ես այդ ոնց որ գնդակի ունի մեջ, արդեն գլորվելու բանով տեմպով ամեն ինչ հավաքում է, ոնց որ ձնագնդիկը։ Դրա նման մի բան։ Պարոն Մովսեսյան, դուք Ամերիկայի Միացյալ Նահանգներում ու առասարակ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս աշխատելով, համագործակցելով շատ հայտնի ընկերությունների ու մարդկանց հետ, դուք անկախ ամեն ինչից երբեք չեք մոռացել ու չեք մոռանում Հայաստանը, որովհետև կապը միշտ պահում եք Հայաստանի հետ, բացի այն, որ ունեք այստեղ շատ տաղանդավոր ընկերներ, բայց ըստ իս առաջին հերթին կապում է եւ կանչում է հողը եւ ջուրը։ Այո, միանշանակ, ճիշտ ասած, իմ սկզբի տարիները, որ ես Միացյալ Նահանգներում էի, ես մոտավորապես 15 տարի Հայաստան չեմ եկել։ Առաջին անգամ ես եկա Հայաստան 2004 թվին, մեծ ոնց որ ընդմիջումից հետո, եւ դրանից հետո 2009 թվին ես ծանոթացա իմ հրաշալի ընկերոջ հետ Կամո Սերանյանի հետ, որը մասնակցում էր Armenian Music Video Awards մրցանակությանը, նա ժամանեց Լոս Անջելես եւ մենք ծանոթացանք եւ Կամոն դարձավ այդ կապը, որը ինձ կապեց Հայաստանի հետ։ Մի անգամից դրանից հետո մենք ստեղծեցինք Forbidden Saints խումբը, որը բաղկացած էր տարբեր երաժիշտներից, բոլորը գրամի ստացած մրցանակներով, բոլորը հայտնի, Ռամոն Ֆլորես, Արչի Պենյա եւ այլն եւ Կամոյի հետ սկսեցինք միասին աշխատել։ Եվ Կամոյի միջոցով մենք կապվեցինք Հայաստանի հետ, մենք սկսեցինք գալ Հայաստան, մեզ համերգ նվագեցինք 2012 թվին հրապարակում Կամոյի հետ միասին։ Այդպես Կամոն իմ այդպեսի իմ կամուրջներ, որը բերեց ինձ Հայաստան հետ։
Հա, կամոն այդպեսին է, կամոն առանձնատուկ ողջուններ, կարծում եմ նա քնած կլինի հիմա, բայց ողջունում ենք նրան, որովհետև կամոն այն մարկանցից է, ով իր հետ ընկերություն է անում, ով իր հետ շփվում է, ով կապ ունի առասարակ Կամոյի հետ, Կամոն շատ հայրենասեր մարդ է, Կամոն շատ տաղանդավոր մարդ է, ընկերասեր մարդ է, ու որ ասում եմ, ով ընկերություն անում Կամո Սրանյանի հետ, նա այս կյանքում կարելի ասել հաղթած է, այդպես։ Խոսենք առաջիկա համագործակցություններից, նոր գործից, որովհետև ձեր Հայաստան գալը պատահական չէ, կարծում եմ, ինչ պլաններ ունենք։ Պլանները շատ ծավալ ունեն, ես հույսով եմ, որ իմ նոր պրոյեկտը կհասնի Հայաստան եւ կհասնի ոնց որ այս ծովի այս կողմը, օվկիանոսի այս կողմը, կոչվում է Corda Project, որ ես ստեղծեցի 2 տարի առաջ, այս նկարահանումը, որ մենք դիտեցինք մեր զրույցից առաջ Կամոյի մենահամերգից էր եւ դա մեր վերջի կատարումն էր անցյալ խմբի հետ, Forbidden Saints-ի հետ, դրանից հետո ոնց որ խումբը ծրվեց, ամեն մեկը իր ուղիով գնաց, պանդեմիան էր, ոչ մի բան չէր աշխատում եւ հիմա ես ստեղծեցի նոր խումբ, որը կոչվում է Corda Project, տարբեր երաժիշտներ են մեր խմբում, տարբեր երկրներից, Արգենտինայից, Բրազիլիայից, Մեքսիկոյից, Իսպանիայից եւ այլն, բայց մենք նվագում ենք ինտերնացիոնալ երաժշտություն։ 90% երաժշտության օրիգինալ երաժշտություն է, մենք ենք գրում մեր երաժշտությունը եւ ես ձայնագրեցի մի համերգ, որը տեղի ունեցավ Լոս Անջելեսում եւ հույսով եմ, որ մենք կտեսնենք դա Երևանում եւ կնվագենք մեր հայ ունկնդիրի համար։ Հրաշալի է։ Իսկ ինչ եք կարծում, պարոն Մովսեսյան, այսօրվա երիտասարդությանը ինչն է պակասում՝ տեխնիկան, համբերությունը, թե հավատը իրենց սեփական ուժերի հանդեպ։ Պակասում է լավ երաժշտությունը։ Ամենը։ Լավ երաժշտությունը եւ ճաշակը, բայց ինձ թվում է մեր նոր սերունդը շատ տաղանդավոր է եւ տարբեր ուղիներում եւ ինձ թվում է ամեն ինչ լավ կլինի վերջում։ Դուք նաև, այո, նայեք մենք քիչ առաջ երբ որ դիտում էինք այն ֆանտաստիկ ելույթը, այդ ընթացքում խոսում էինք նաև արհեստական բանականության մասին։ Արհեստական բանականությունը 2025 թվականի ընթացքում կարելի ասել նույնիսկ համարվում էր 2025-ը արհեստական բանականության տարի, որովհետև այն կարծես թե մխրճվեց բոլորիս կյանք իր բոլոր գործիքներով եւ մենք սկսեցինք նկատել, տեսնել YouTube-ում տարբեր գործեր, որոնք հենց ալի օգնությամբ են ստեղծվել ու ցավոք սրտի կան մարդիկ, ովքեր որ ասում են, դե էլ ինչի դիմենք ինչ-որ պրոֆեսիոնալների, էլ ինչի գրվի երաժշտություն, խնդրեմ ալը եւ բարերը կգրի եւ mix mastering arrange ամեն ինչն էլ կանի, պատրաստի sense մեզ գործը կտա։ Ինչ եք կարծում, արհեստական բանականությունը ի վերջո կարելի է կախացնել թե ում ձեռքերում է, չէ, այդ գործիքները։ Օգուտ մեզ կարելի է սա օգտագործել, դուք ինչպես եք վերաբերվում։ Ես միովին ձեր հետ համամիտ եմ, որովհետև AI-ը շատ լավ ծրագիր է, շատ լավ գաղափար է, բայց ես չեմ կարծում, որ դա կարող է փոխարինել մարդուն կամ ուղղակի օգնել ավելի։ Ավելի շուտ, եթե դա լինի ճիշտ մարդու ձեռքը եւ ճիշտ օգտագործվի, դա կլինի ի օգուտ մեզ, բայց ցավոք սրտի ես տեսնում եմ ինչա հիմա կատարվում, դա ի օգուտ մեզ չի, որովհետեւ լավագույն երաժիշտները, լավագույն նվագախմբերը եւ լավագույն ստեղծագործողները մնում են առանց գործ եւ ոնց որ եթե շատ հեշտ է այդ մի կոճակը սխմել եւ ինչ որ մի բան արտադրել, շատերը դա են ընտրում, բայց իմ կարծիքով դա ավելի բնորոշ է պրիմիտիվ երաժշտությանը, որը դժվար չի, որը շատ քառակոսի ֆորմատով է ստեղծված։ Իսկ լուրջ երաժշտությունը միշտ կմնա ինձ թվում է բարձունքում ինչպես եղել է։ Բարձունքում եւ ողջ մարդու ձեռքը։ Դե հուսանք արհեստական բանականությունը պարզապես այսպես կողքից թող հանգստանա, մենք այտենց վայելենք լավ գործեր։ Դուք նաև ես գիտեմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում դասավանդում եք։ Հետաքրքիր է շփում կապը կա հայ երիտասարդների հետ, ինչպեսին են նրանք այնտեղ, որովհետև ապրելով ուրիշ երկրում ամեն օր խոսելով այլ լեզվով
գնալով կարծես թե ցավոք սրտի, հա, շատերը հեռանում են արմատներից, մեր մշակույթից, պատմությունից, բայց այն որ դուք դասավանդում եք երաժշտություն, ձեր ուսերին է նաև դրված նաև կարծում եմ այլ մի պարտականություն, այդ երիտասարդությանը նաև ինչ որ կերպ հնարավորինս շրջել դեպի մեր պատմություն, մեր արմատներ, մեր երաժշտություն։ Այդ կուզեի խոսենք այդ ամենի մասին։ Ես դասավանդում եմ եւ շատ ակտիվ եմ դասավանդում հիմա։ Ես սկսել եմ դասավանդել 90-ականների 94-95-ին դեռ Բոստոնում, աշխատել եմ երկու համալսարանում, Long Beach School of Music-ում եւ Clark University։ Դրանից հետո որ տեղափոխվեցի Լոս Անջելես, իմ գործունեությունը զուտ կատարողական էր։ Եվ վերջերս մի քանի տարի առաջ ես վերադարձա դասավանդելուն եւ հավաքեցի դասարան, որը բաղկացած է 90%-ով հայ պատանիներից եւ մեծերից նաեւ, որոնք ուզում են վերադառնալ դասական երաժշտության գիրկը եւ շարունակում եմ այդ ուղղությունը եւ շատերը նվագում են հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, ես փորձում եմ ծանոթացնել պատանիներին, որոնք ապրում են Ամերիկայում հայ երաժշտության հետ։ Բայց շատ դժվար է կարծում եմ իրականում։ Դժվար է, բայց հնարավոր է եւ ստացվում է։ Աշխարհի ամենահեղինակավոր բեմերում այսպես նվագելուց հետո, երբ գալիս եք Հայաստան, ինչպեսի զգացողություն ունեք։ Ես Հայաստանը շատ եմ սիրում։ Ես երազում եմ, որ ես Ամերիկա մեկնելուց առաջ ստեղծվեց մի նվագախումբ, որը կոչվում էր այն ժամանակ երիտասարդական նվագախումբ, օրկեստրը, որը հիմա դարձել է պետական սիմֆոնիկ նվագախումբ։ Այդ օրկեստրի Լուիս Ճկնավորյանն էր այդ ժամանակ դիրիժորը եւ ես այդ օրկեստրի առաջին ջութակն էի եւ դրանից հետո ես մեկնեցի Ամերիկա։ Իմ Հայաստան վերադառնալուց հետո ցանկացած բեմում, որտեղ ես ելույթ եմ ունեցել, ընդհանրապես դա ուրիշ զգացողություն է, ուրիշ ջերմություն է, ուրիշ ընդունելություն է, որովհետև ես սաղ աշխարհով մեկ նվագել եմ տարբեր բեմերում եւ յուրաքանչյուր բեմում լինի դա Նյու Յորքը, Շիկագոն, Մեքսիկո Սիթին եւ այլն մեծ բեմերում 20-30 հազար հոգի տեղավորող դահլիճներում միշտ իմ ելույթից հետո որ իմ անունս նշվում էր մի հատ հայ գոնե լինում էր այդ դահլիճում որ անունս գոռում էր եւ ծափահարում էր միտեղ քիչ միտեղ շատ բայց ամենտեղ հայերը կային եւ ես շատ հպարտ եմ որ մենք ունենք այդպես դիասպորա Հայաստանից դուրս so ինձ միշտ շատ հաճելի է վերադառնալ Հայաստան եւ լինել այստեղ իսկ դուք երբ եք հետ գնալու լավ դեռ Հայաստանում եք Ինչ Հայաստանում շաբաթ օրը ամսի 31-ին հետ եմ գնում եկել եմ երկու շաբաթ 15 օր այստեղ էի Բացի այն որ վստահ եմ ընկերներ հարազատներ շատ մարդիկ կան ովքեր որ ուզում են հնարավորինս ժամանակ գտնեք եւ իրենց հետ գոնե 1 ժամ շփվեք որտեղ վստահ եմ շատ կարոտած կլինեն ձեզ բայց օրինակ այս ընթացքում ինչ եկել եք բացի այն որ հանդիպել եք ձեր ընկերներին ու հարազատներին հա ուրիշ կան ինչ որ այլ ուղղություններ որ օրինակ գնացել եք կամ մի վայր եք գնացել որը որ շատ եք կարոտել Այո իհարկե Գյումրի եմ գնացել ես շատ սիրում եմ Գյումրին Գյումրի եմ գնացել քյալա եմ կերել Բանր խաշտել պիտի փորձեիք Բանր խաշտել եմ փորձել Շատ հաճելի էր շատ գեղեցիկ էր շատ հեքիաթային էր որտեղ ձուն էր գալիս Եվ ոնց որ ուրիշ մոլորակում ես լինեի, ես Գյումրին շատ եմ սիրում, ինքը ունի մի յուրահատուկ կոլորիտ, որը ոչ մի տեղ չկա։ Այդպես Երևանում էլ գնացել եմ Գառնի, նորից ամեն անգամ գնում եմ Գառնի, շատ եմ սիրում Գառնին եւ այդպես Դե ինչ, ես վստահ եմ, որ մենք դեռ հանդիպումներ կունենանք, երբ էլ գաք Հայաստան, մենք մեծ սիրով սպասում ենք ձեզ։ Մեծ սիրով ենք խոսել ձեր նոր համագործակցությունների գործի եւ այն պրոյեկտը, որը որ դուք նախատեսում եք բերել Հայաստան այստեղ, արդեն կարծում եմ մեր հաջորդ հանդիպումը կլինի հենց այդ պրոյեկտի նախագծի մասին, որը արդեն որոշված կլինի տեղը, վայրը եւ ժամը։ Շատ հույսով եմ ես եւ անչափ շնորհակալ եմ հրավերի համար նորեն։
Շնորհակալ ենք շատ, մեր հյուրն էր տաղանդավոր ֆանտաստիկ մարդ ջութակար Արմեն Մովսեսյանը։ Այսքանով մոտեցավ լույս առավոտին իր ավարտին եւ ուզում եմ հիշեցնել, որ վաղը հունվարի 27-ն է, մենք եթերում չենք լինելու։ Հունվարի 27-ը համարվում է ոչ աշխատանքային օր, քանի որ այն Հայաստանում պաշտոնապես հռչակվել է հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։ Այսօր այսքանը, մնացեք Կենտրոն հեռուստաընկերության հետ, մինչ նոր հանդիպում։